Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու եւ այդ ճանապարհով գործունեության իրական ծավալների թերհայտարարելու դեպք։ Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները ընդունում է խաղադրույքներ եւ այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու չի հայտարարագրում հարկային մարմնում։ Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել եւ իրականացվել են բազմակողմանի օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամ իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաեւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից։ Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանեկությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, արգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի եւ կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ Հիշեցնենք, որ տնտեսական գործունեության թափանցիկությունն ու հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։